Ալտենք ու սկսենք սա մեր վերջի դասնա դրա համար աշխատենք խնայենք մեր ժամը Տեր մենք որքան շնորհակալ ենք քեզնից որ դու ցուցաբերում ես մեր հանդեպ քո սերը եւ քո համբերությունը մենք շնորհակալ ենք որ այս հիասքանչ պտուղները այսօր մեր մեջ կան Թող այս պտուղների առատ դրսևորում լինի քո եկեղեցու մեջ ամեն քրիստոնյայի կյանքի մեջ Այս պտուղները Տեր Քրիստոս թող ուղղակի չմնան միայն քո աստվածաշունչ մատյան գրքի մեջ այլ այս պտուղները Տեր Քրիստոս թող քո խոսքից վերածվեն կյանքի ու գործի մեր սրտերի եւ մեր մտքերի մեջ որպեսզի այս ամենը Տեր Քրիստոս իր Օրհնյալ պտուղը բերի եւ օրհնյալ հետևանքը թողնի։ Մենք սիրում ենք քեզ ու պաշտում ենք քեզ եւ հավատում ենք, որ Տեր Սուրբ Հոգու այս հիասքանչ պտուղները իրանք գործ ունեն անելու մեր կյանքում, իրանք փոխելու բան ունեն մեր կյանքի մեջ, մեր սրտերի մեջ։ Մենք իրոք արմատապես փոխվելու, փոփոխվելու կարող ենք, որովհետեւ Տեր Քրիստոս մենք մինչեւ վերջ չենք ըմբռնում եւ չենք հասկանում քո խոսքի խորությունը, լայնությունը, բարձրությունը, անսահմանությունը։ Թող քո խոսքը Տեր Քրիստոս սերմի նման մեր սրտերի ամենապարարտ տեղը ընկնի։ Եվ քո խոսքը ամեն օր, երբ որ մենք կարդում ենք, լսում ենք, թող սերմի պես ցանվի պարարտ հողի մեջ, որպեսզի պտուղ բերի 30, 60 ու 100 անգամ։ Եվ չնի այնպես, որ քո խոսքը հայտնվի փշերի մեջ, քարերի մեջ կամ ճանապարհի եզրին։ Օգնի մեզ մենք Տեր, օգնենք այդ խոսքին պարարտ հողի մեջ դնելու գործում, որպեսզի Տեր ամեն անգամ, երբ որ լսում ենք, մենք թույլ տանք, որ նա ընկնի մեր սրտի ամենալավ հողի մեջ։ Եվ թող այս ամենը փառավորի քո Սուրբ անունը, որովհետև դու արժան ես փառքի, պատվի ու մեծարանքի Սիրելի Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ամեն ու ամեն։ Բարդ Տիրոջը։ Ամեն։ Ինչ վերցրեցինք, երբ որ խոսում էինք Սուրբ Հոգու ցնծության, ուրախության այդ պտուղի մասին, խնդրության այդ պտուղի մասին։ Մի բան վերցրիք ձեզ։ Տեր օրհնի։ Թող Տերը օգնի, որ մենք իրականում մենակ լսողներ չլինենք։ Հաջորդ դասը, որ մենք կանդրադառնանք, դա Հոգու երրորդ պտուղն է, որը կոչվում է խաղաղության պտուղ, Հոգու պտուղ, խաղաղության պտուղ։ Հունարեն այս բառը էյ էշատար, էյրեն է բառն է, Հունարեն էյրեն է, որը շատ տարբեր նշանակություն ունի, որոնք են իր հոմանիշները, ես ուզում եմ անդրադառնամ դրանց, ուրեմն դա խաղաղություն, ներդաշնակություն, հանդարտություն, անխռով վիճակ, թշնամանքի իսպառ բացակայություն, ներքին հանդարտություն, բարօրություն, ներքին հարմոնիա, երջանկություն։ Ինչքան շատ բան է նշանակում խաղաղություն։ Հասկանում եք, երբ որ ասում ենք Սուրբ Հոգու պտուղ խաղաղություն, այսքան բաները տեղավորվում է Սուրբ Հոգու խաղաղության մեջ։ Մենակ մատերը զգուշ չգցեն տակը։ Ուրեմն Եբրայերենով այս բառը շալոմ բառն է։ Հերաները սիրում են շալոմ բառը ասել, շալոմ։ Մինչև հիմա ասենք իրանց մոտ այդ բառը օգտագործում է շատ արդիական բառ է։ Մենք երկեր էլ ունենք, ասենք շալոմ Ադոնայ, շալոմ, հիշում եք, չէ՞ երկեր։ Խաղաղություն Տերեն, խաղաղություն Տերեն։ Եվ այս բառը իրոք, այս շալոմ բառը իրոք մեծ դեր է խաղում
հավատացյալ մարդի կյանքի մեջ։ Խաղաղությունը, ասենք, սա կապված է, խիստ կապված է խնդության հետ, կապված է սիրո հետ, որովհետև սրանց չի կարելի մասնատել եւ չի կարելի իրարից բաժանել։ Ոնց որ օրինակ մենք չենք կարող բաժանենք մեր աչքերը մեր գլխից, մեր ականջները մեր գլխից, ասենք մենք չենք կարող մասնատենք մեր մարմնի անդամները, այդ նույն ձևի, երբ որ մենք խոսում ենք Սուրբ Հոգու պտուղների մասին, մենք չենք կարող, ասենք, սրանք իրարից մասնատենք, որովհետև այս պտուղները շատ ժամանակ համատեղ համագործակցում են եւ համատեղ դրսևորվում են, գործում են իրար հետ։ Եվ դրա համար, ասենք, երբ որ մենք խոսում ենք խաղաղության հետ, մենք չենք կարող խաղաղությունից մի կողմ դնել ցնծությունը, այդ ուրախությունը կամ սերը, որովհետև սրանք իրար հետ փող շահկապված դերակատարություն ունեն մեր կյանքի մեջ։ Ուրեմն անպայման, երբ որ խոսում ենք խաղաղության հոգու պտուղի մասին, մենք էլի գործ ունենք հոգու տիրույթի հետ։ Հոգու տիրույթի։ Սա մարմնի տիրույթ չի, սա ֆիզիկական տիրույթ չի, սա հոգու տիրույթ է։ Ես մի բան ասեմ, որ երբ որ Աստված մարդուն արարեց, չէ՞, ում կերպարով, ում նմանությամբ, իր կերպարով եւ իր նմանությամբ արարեց։ Այսինքն մենք Աստծո կերպարը եւ նմանությունը ունենք։ Ով ասել է այդ համաձայն, որ ինքը Աստծո կերպարով եւ նմանությամբ արարված անձնավորություն։ Այդ դեպքում հարց է ցակում, բայց դեպքում ինչպիսին է Աստված։ Եվ այս հարցին պատասխանելու համար մենք պետք է անդրադառնանք անշուշտ Սուրբ Գրքին, որովհետև Սուրբ Գիրքը ասում է, որ Աստված հոգի է։ Սա շատ կարևոր բան է։ Ուրեմն, քանի որ Աստված հոգի է, չի ասում, որ Աստված մարմին է, Աստված շունչ է, ասում է Աստված հոգի է։ Եվ այս հոգի Աստվածը, որ հոգի է, արարեց մարդուն իր նմանության եւ իր պատկերի պես։ Ուրեմն մարդը ինչպիսին է, ով է։ Մարդը հոգի է։ Ուրեմն մենք մարմին չենք, չշփոթվենք երբևիցե, չասենք, որ մենք մարմին ենք, կամ մենք շունչ ենք, անձ ենք, չէ։ Մենք անձ էինք, անձ դառնանք եւ մարմինը մեր կենդանացավ, երբ որ մենք հոգի դառնանք։ Երբ որ հոգին եկավ մեր վրա, այդ ժամանակ մեր անձն էլ ձևավորվեց, մեր մարմինն էլ կենդանացավ։ Դրա համար կարևորագույնը մեր այս մարմնի մեր էսեյության մեջ մեր ներսի մարդն է, որը մեր հոգին է։ Ուրեմն մենք հոգի ենք, մարդը հոգի է, ունի շունչ եւ որոնք բնակվում են մարմնի մեջ։ Ուրեմն մարմինը ընդամենը ֆուտլյարն է հոգու եւ շնչի։ Ուրեմն մենք հոգի ենք, ունենք շունչ եւ հոգով ու շնչով բնակվում ենք մարմնի մեջ։ Ժամանակավոր այս խրճիթի մեջ, ժամանակավոր այս ֆուտլյարի մեջ։ Սա ժամանակավոր խրճիթ է։ Այն խրճիթը ռուսական խրճիթները ովքեր որ տեսել են, գիտեն, որ ժամանակի ընթացքում մեկ էլ ոնց է այս խրճիթը սկզբում տունել, մեկ էլ հանկարծ ծռվում է։ Տեսել եք, չէ՞, ասենք ժամանակին ձիգ երիտասարդն է, մեկ էլ խրճիթը մեծացել է, ծռվել է, չանիկով, փետով, սենց մանա գալի, խրճիթը ծռվել է այդ մարդին, որովհետև ժամանակավոր է մարմին։ Եվ այս ժամանակավոր մարմինը չի, որ պետք է մենք ուշադրություն դարձնենք, եւ սրա վրա չի, որ մենք պետք է կանգ առնենք եւ ամեն անգամ մեր մարմնի լավ եղնելուց, մեր մարմնի բարգավաճ եղնելուց, մեր մարմնի հաջողակ եղնելուց, խոսենք, մտածենք, մարմին, մեր շնչի մասին չի, որ պետք է մենք մտածենք։ Մենք որպես հոգևոր տիրույթի մարդիկ, որովհետև Տերը մեր հոգին, մարմնի ծնվածը մարմին է, հոգու ծնվածը հոգի է, ումից ես ծնվել դու։
Դու հոգուց ես ծնվել, ուրեմն դու ինչ ես, հոգի ես, ուրեմն հոգուց ծնվածները հոգի են, մենք արդեն մարմանից որ ծնված էինք, շնչավոր էինք, դիվական էինք, երբ որ հոգուց ծնվեցինք, մենք հոգի դառնանք, ուրեմն շնչավորը եւ դիվականը պետքա թողնենք, մարմնավորը շնչավորը պետքա թողնենք եւ պետքա հոգով գնանք, հոգով, այն հոգով, որից ծնվել ենք, այն հոգով, որը նոր է ծնվել, Քրիստոսից է ծնվել։ Եվ սրա համար մենք հոգևոր տիրույթի հետ գործ ունենք, որովհետև մենք հոգի ենք, եւ հոգու ոլորտի հետ գործ ունենք, որովհետև մենք հոգի ենք։ Եվ քանի որ մենք հոգի ենք ու հոգու տիրույթի ու հոգու ոլորտի հետ գործ ունենք, ուրեմն մենք պետքա ինչ անենք, հոգու եւ հոգևորի մասին մտածենք։ Իսկ խաղաղությունը, Սուրբ Հոգու պտուղ խաղաղությունը, սա հոգու տիրույթի պտուղ է։ Սա բոլորովին, ասենք, որ պատերազմ չկա, ասում ենք խաղաղությունը, սա սրա հետ կապ չունի։ Դա էլ է խաղաղություն, բայց դա, ասենք, շնչի եւ մարմնի տիրույթի խաղաղությունը։ Բայց երբ որ մենք խոսում ենք հոգու տիրույթի խաղաղության մասին, սա հոգու ոլորտի դրսևորում է, հոգու ոլորտի չափանիշը, հասկանում եք, ասենք մենք տեղերը չխառնենք, իհարկե ամեն ինչը ազդում է մեր հոգեկանի վրա, մեր պսիխիկայի վրա, պատերազմներն էլ, ասենք քաոսը, անախորժությունը, սա կարա ազդի, բայց երբ որ դու իրոք Սուրբ Հոգու, ասենք, այդ պտուղը թույլ ես տալիս դրսևորվի, նույնիսկ ամենաքաոսային իրավիճակի մեջ քո ներսը անկոտրում խաղաղության մեջ կարա է, անկոտրում, անփոփոխ խաղաղության մեջ կարա եղնի, որևիցե բան չի կարա ազդի քո ներսի խաղաղությանը, որովհետև դա երկնքից եկած խաղաղություն է, դա Սուրբ Հոգու բերած խաղաղությունն է, որը երկնքից է։ Ես ասեցի չէ, որ ինչ է Աստծո արքայությունը։ Ինչ է Աստծո արքայությունը։ Աստծո արքայությունը Հռոմեացիս 14-17-ում է գրած։ Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չի, այլ արդարությունը, խաղաղությունը եւ խնդությունը Սուրբ Հոգով։ Ամեն, ուրեմն արդարություն, խնդություն եւ խաղաղություն Սուրբ Հոգով։ Երկրորդ Թեսալոնիկեցիների 3-րդ գլխի 16-րդ խոսքում այսպես ասում Պողոս առաքյալը, եւ խաղաղության Տերը ինքը թող միշտ խաղաղություն տա ձեզ ամեն ինչում։ Շատ զարմանալի է, որ խաղաղության Տերը ինքը Աստվածն է, հասկանում եք։ Եվ այդ խաղաղության Տերը դու ծնված ես այդ խաղաղության Տիրոջից։ Երբ որ քեզ հարցնեն, թե ումից ես ծնված, դու ասենք մարդիկ աշխարհիկ մարդիկ միշտ մտածում են, թե հայրս էս ինչն է, մայրս էլ էս ինչն է։ Ես սրանցից եմ ծնվել, մտածում են արդեն ֆիզիկական ծնունդի մասին, բայց իրականում մենք բացի ֆիզիկական ծնունդը, մենք շատ պետք է գերադասենք եւ շատ, ասենք, բարձրագույն ձևով արժեքավորենք մեր հոգեվոր ծնունդը, որովհետեւ հոգու ոլորտում ամեն բան այլ է, հոգու ոլորտում ամեն բան տարբերվում է ֆիզիկականի ոլորտից։ Ուրեմն հոգու ոլորտում ասում է, որ եւ խաղաղության Տերը, ով է Տերը խաղաղության։ Տերն է, Հիսուսն է, Աստվածը։ Այդ խաղաղության Տերը, ուրեմն եթե դու տեսնում ես, որ քո մեջ խաղաղությունը բացակայում է, խաղաղությունը քիչ է, ինչ անես։ Ուրեմն դու դիմի խաղաղության Տիրոջը, որովհետև խաղաղության Տերը ինչ է ուզում անի։ Տերը ինքը թող միշտ խաղաղություն տա ձեզ ամեն ինչում։ Այս բառը ինչ դուր է գալի։ Կա մեկը, որ իրան էլ է դուր գալի, ամեն ինչում։ Մտքից տեղ։ Էդ էլ դրան էլ եմ անդրադառնալու, ամեն ինչում։ Ուրեմն խաղաղության Տերը ամեն ինչում ինչ անում, խաղաղություն կարա տա։ Ուրեմն դու դրա կարիք ունես, այդ խաղաղության Տեր Աստվածը Սուրբ Հոգուն իր պտուղներով ուղարկել է երկրի վրա, որ այդ խաղաղության Տերը քո մեջ այդ նույն խաղաղությունը ձևավորի, կերտի,
որ այդ նույն խաղաղությունը քո մեջ անփոփոխ մնա, ոնց որ Աստծո մեջ է այդ խաղաղությունը։ Ինչքան կարևոր է, չէ՞, որ սա աշխարհը կողքիդ փուլ գա, իսկ քո ներսը խաղաղ եղնի։ Այն մի հատ չեմ անում, որ նկարիչն է, տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում, ես այդ նկարը չեմ տեսել, ասենք նկարիչների նկարը դա։ Եվ երկու հատ կտավ արած, այդ երկու կտավներից մեկը նկարած է փոթորկած ծով, շատ փոթորկած ծով, ահավոր ալիքներով, բարձր ծով, փրփրած այդ ալիքներով, որը խփում է մի ժայռի, այդ ժայռի վրա վերևում մի հատ այդ ծովի թռչուններից հալստած։ Ու երկրորդ կտավը հանդարտ մի հատ ծովը նկարած, ժայռ, այդ ժայռի վրա այդ ծովի այդ թռչունն է նստած, ճայ ենք ասում, հա, այդ ճայն է նստած։ Եվ երկուսի տակին էլ այդ նկարիչը գրել է մի անուն է դրել, խաղաղություն։ Եվ երբ որ այդ նկարների բացում է եղել, այդ ցուցահանդեսի բացում է եղել, շատ մարդիկ տեսել են, որ այս նկարի անունն էլ է խաղաղություն, այս նկարի անունն էլ է խաղաղություն։ Այդ նկարիչին հարց են տվել, ասել են մայստրո, ինչն է պատճառը, որ համսա, երկուսի տակին էլ խաղաղություն է գրած։ Չէ՞ որ այնտեղ փոթորկած ծովը, ժայռերին է խփում, այս մեկը խաղաղ ծովը, հանդարտ ծովը, խի համսա խաղաղ, համնախաղաղ։ Ասում է խաղաղությունը ոչ թե ծովում է, այլ է թռչունի սրտի մեջ է, որովհետև երկու դեպքում է, այդ թռչունը այդ ժայռի վրա առանց վախի խաղաղությամբ նստած։ Երբ որ փոթորիկը խփում է, բարկացած ժայռին, այդ թռչունը խաղաղ իր սրտի մեջ ժայռի վրա նստած։ Ժայռը ով է, Տեր Հիսուս Քրիստոսն է։ Երբ որ դու ասենք ամուր կանգնած ես Քրիստոսի վրա, նրա խոսքի վրա, նրա հոգու վրա, քո ներսը չի կարա երկնային խաղաղությունը չունի, քո ներսը չի կարա երկնային խաղաղությունով չարտացոլվի։ Սա է պատճառը, որ Տերը այդ երկնային արքայության հիասքանչ արժեքը, որ ինքը խաղաղության Աստվածն է, փոթորիկի մեջ, դա երբ որ դնում է քո սրտի մեջ, դա անփոփոխ է, դա չի, ասենք, երևացած բաները չեն կարող ազդել քո վրա, ինչի համար, երևացած փոթորիկները, երևացած հալածանքները, երևացած, ասենք, այդ քաոսը, այդ պատերազմը, եսիմ ինչա, չի կարող ազդել այն քրիստոնյայի վրա, որի ներսում գտնվում է Սուրբ Հոգու խաղաղությունը, իր ներսը խաղաղ։ Եվ այդ խաղաղությունը դա ներսի հատկություն է, դա Սուրբ Հոգու պտուղն է, դա հոգու հատկություն է, Աստծո հատկության մասն է, որը դրվում է մարդու մեջ։ Հասկանում եք Տեր Աստվածը ինչերով է ուզում օժտի մեզ, ինչերով է ուզում, ասենք, ձևավորի մեզ, ինչ հատկություններով։ Սա կարևոր է, որ մենք ըմբռնենք Աստծո այդ սրտի փափագը, ցանկությունը, այն ինչ որ իր մեջ կա, ինքը ուզում է դա եղնի եւ մեր մեջ։ Այն ինչ որ Աստված ունի, ինքը էգոիստ Աստված չի, որ պահում է իրան։ Ինքը իր ունեցած ուզում է կիսվի իր երեխեքի հետ, ամեն մեկին այդ իր ունեցածից ուզում է բաժին տա։ Ասում է դու էլ ունեցի սա։ Ես ամենակ ինձ համար չեմ պահում, սա քեզ եմ տալի, որ դու էլ ունենաս։ Սա Աստծո հատկությունն է, եւ Աստված իրոք հենց սա ուզում է, որ եղնի եւ դրսեւորվի մեր կյանքի մեջ։ Ով է սրա հետ համաձայն։ Պողոս առաքյալը երկրորդ Թեսալոնիկեցի 3:16-ում այսպիսի մի հատ մաղթանք է հռչակում, արձակում քրիստոնյաների համար։ Եվ խաղաղության Տերը ինքը թող միշտ խաղաղություն տա ձեզ ամեն ինչում։ Սա արդեն կարդացինք, հա։ Հովհաննես 14:27 Հիսուսը ասեց. խաղաղությունս եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Այս այն է, ինչ որ Աստված ուզում է, որ իր ունեցածը տա, թողնի իր ժողովրդին, որ իր ժողովուրդն էլ ունենա այն, ինչ որ Աստված ունի։
ու այս խոսքերը ասենք ավարտեց 33-րդ խոսքում այսպես այս բաները ասացի ձեզ որպեսզի ինձանով խաղաղություն ունենաք ամեն ինձանով խաղաղություն ունենաք ինչքան կարևոր է ասենք երբ որ դու օտարության մեջ ես դժվարության մեջ ես հիվանդության մեջ ես խնդիրների մեջ ես այս խաղաղությունը քո սրտի մեջ է պատկերացնում ես հիվանդությունը եկել է պատել է քեզ բռնել է քեզ ու դու ես հիվանդության մեջ քո ներսը Աստծո հոգու հետ խաղաղությունը ուղղակի քեզ ուրախացնում ասես ցնծության մեջ ես այնքան խաղաղ է ներսը դու այնքան ուրախ ես Համոզված ես, որ Աստված այս իրավիճակի մեջ քեզ չի թողնելու։ Ինչի՞ համար, որովհետև դու վստահում ես իրան, որովհետև իր խաղաղությունը քո մեջ է։ Իսկ որտեղ որ կա խաղաղություն, այնտեղ կա բժշկություն, որտեղ կա խաղաղություն, այնտեղ կա հրաշք, որտեղ կա խաղաղություն, այնտեղ կա Աստծո ներկայությունը, Աստծո հոգու պտուղը։ Եվ Տերը անպտուղ չի թողնի, սա ասենք հեզնես չի սահմանափակվի ու վերջանա։ Մենք երբ որ խոսում ենք, ասենք ավետարանների մասին, 4 ավետարաններ կան նոր կտակարանում գրած, եւ այս ավետարանները իրանք խաղաղության ավետարան են, բարի լուր բերող ավետարան են։ Այն ինչ օրինակ, եթե մեկը բարի լուր է բերում քեզ, այդ բարի լուրը քո ներսը կանհանգստացնի, թե քեզ խաղաղության կտանի։ Անշուշտ խաղաղության կտանի, որովհետև եթե դա բարի լուր է, ոնց կարա բարի լուրը Գերմանիայում շատերը բան են սպասում, ինչա կոչվում այդ տերմին եք ասում, ինչ եք ասում, չէ՞, բանի մոտ ադվոկատների մոտ եք գնում տերմին, ես հատից բաներ անում եք, որ տենակ ինչ են որոշում ձեզ համար այդ օրենսդիր, օրենքի աշխատողները ուղարկում են Հայաստան, թե լա շանս կա մնալու Գերմանիայում ու մեկ էլ հանկարծ այդ տերմինի ժամանակ մեկ էլ այդ ձեր ադվոկատը ասում է քո համար բարի լուր ունեմ քո գործը առաջ գնաց քո գործը ընդունեցին քեզ չեն քշում Հայաստան այս բարի լուրից ինչ է եղնում քո մեջ Փոթորիկ է բարձանում, թե խաղաղություն է գալի, լարված էիր, մեկ էլ ես բարի բանը ասում են, մի անգամից խաղաղվում ես, հանդարտվում ես, չէ՞։ Այսա այն ինչ որ Տերը անում է, որովհետև Աստծո հենց գործը այս ամեն անգամ ես բարի լուր բերելն է։ Ուզում եք ամեն անգամ հանդարտվեք, ուզում եք ամեն անգամ ձեր ներսը խաղաղվի, հանդարտվի, ամեն օր բարի լուր կարդացեք։ 4 ավետարան ամեն օր կարդացեք, Ախր սուրբ գրքի հետ ընկերություն անել է պետք։ Ման այսօր ժամանակակից քրիստոնյաները սուրբ գիրք չեն կարդում, գիտեք ինչ են անում։ Քարոզ են լսում, սրա նրա քարոզները, այս մի քարոզից թռնում են, մի քարոզ են, մի քարոզից են, մի քարոզը, եւ ավետարան չեն կարդում, սուրբ գիրք չեն կարդում։ Իրանց թվում է, որ այս քարոզները լսեցին, իրանք ինչ որ հոգեվոր սնունդ առան։ Տենց բան չկա։ Ուզում ես հոգևոր սնունդ առնես, սուրբ գիրք կարդա, հատկապես 4 ավետարանները կարդա։ 4 ավետարանների մեջ այնքան խաղաղություն կա, եւ այնքան քո հարցերի պատասխանները կա, որ դու հենց դա առնում ես, քո ներսը խաղաղվում է, ուրախանում ես, ցնծում ես, եւ այդ խաղաղությունը երջանիկ է դարձնում քեզ, փոթորիկներդ կվերանան։ Ուրեմն Աստծո խաղաղությունը հետաքրքիր մի հատ հատկություն ունի։ Փիլիպպեցիների 4:7-ում Պողոս առաքյալը հետաքրքիր մի հատ մեկնաբանություն է տալիս, որ ասում է եւ Աստծո խաղաղությունը, որ վեր է քան ամենայն միտք, թող պահի ձեր սրտերը եւ մտածմունքները ի Քրիստոս Հիսուս։ Լսում եք, ինչ է անում Աստծո խաղաղությունը։ Ասում Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից, ինչքան մտքեր կա մեր գլխի մեջ, օրինակ որոշ գիտնականներ ասում են, որ մարդու գլխի մեջ կարող է օրվա մեջ մի 10,000 միտք գա ու գնա, պատկերացնում ես ինչ բան է, արագությամբ են գալիս մտքերը գնում են 10,000 միտք գնա քո գլխի մեջ Եվ այս մտքերի մեջ ինչքան շատ մտքեր կան, որոնք վախեցնում են, որոնք ասենք
իրանց մեջ տագնապ ունեն, իրանց մեջ ասենք փոթորիկներ ունեն, այս մտքերը ինչքան մտքեր կան, որ ասենք վատ մտքեր են, հենց անհանգստացնող մտքեր են, լավ մտքեր չեն, եւ Սուրբ Գիրքը հետաքրքիր է Պողոսի այս մեկնաբանությունը տալիս, կարծես թե բանաձև է բոլոր նրանց համար, ովքեր որ այդ մտքերի գերին են, այդ մտքերի ձեռին ասենք տանջվում են, տառապում են, այս բանաձևը ասում է եւ Աստծո խաղաղությունը, ահա որտեղ է լուծումը։ Քեզ պետք է, երբ որ կան վտանգավոր մտքեր, երբ որ կան մտահոգող մտքեր, երբ որ կան անհանգստացնող մտքեր, երբ որ կան քաոսի վերածող մտքեր, քեզ պետք է Աստծո խաղաղությունը, ինչի համար, որովհետև հենց գալիս է Սուրբ Հոգու այդ պտուղ Աստծո խաղաղությունը, այդ ժամանակ այդ մտքերը հպատակվում են, ենթարկվում են ամբողջությամբ խաղաղության առաջ, որովհետև այդ մտքերը խաղաղության առջև իրանք ուղղակի ծունկ են ծռում եւ խոնարհվում են, որովհետև խաղաղությունը այդ բոլոր մտքերից բարձր է, այդ խաղաղությունը այդ բոլոր մտքերից վեր է։ Մարդիկ կան, օրինակ, ես շատ տղամարդիկ եմ տեսել եւ շատ այդպիսի տղամարդկանց համար աղոթել եմ, ասենք 30 տարեկան, 35 տարեկան տղամարդ է, բայց բռնված է վախով, տանից դուրս չի գալիս, ինչ որ մտքեր կան, որ իրան բռնել են, գերության մեջ են բռնել, եւ այս մարդը ասենք այդ գերության մեջ իր տանից դուրս չի գալի, հենց ոտ ուզում է տանից դուրս դնի, այնտեղ արդեն այդ մտքերից մեկ էլ ամբողջ մարմինը կծկվում է, ամբողջ մարմինը բռնվում է, զորով բերում են նորից անկողնու մեջ պարկասնում են, ինչի համար, որովհետև կան մտքեր, որոնք որ իրոք տանջում են, կան մտքեր, որոնք գերի են վերցրել այդ մարդկանց, բայց բավարար է, որ այդ մարդու հետ խոսած Քրիստոսի խաղաղությունից, ասես, որ Աստված իր որդուն տվել է, եւ այդ որդու հետ բժշկություն է տվել, ազատագրություն է տվել, եւ եթե դու իրան հենց մի հավատաս, այդ մտքերի գերությունից կազատագրվես, մարդիկ հավատում են, ընդամենը հավատում են, ընդամենը թույլ են տալիս իրանց միտքը մի փոքր նորոգվի եւ Աստծո խաղաղությունը միանգամից բռնում է իրանց, միանգամից ազատագրվում են այդ մտքերի տարապից, այդ մտքերի գերությունից եւ այդ մտքերի հիվանդությունից։ Ինչքան կարեւոր է ուրեմն խաղաղությունը, Աստծո խաղաղությունը ամեն մտքի գերությունից ազատագրում է մարդուն։ Դրա համար Սուրբ Հոգու պտուղը մենք պետքա հենց դենց ասենք բաներ չեն սրանք, որ իմանանք, որ Սուրբ Հոգու պտուղ կա, բայց այդ Սուրբ Հոգու պտուղը թույլ չտանք, որ մեր կյանքի մեջ գործի։ Շատերը կան, ասենք, գիտեն, որ Սուրբ Հոգու պտուղ կա, այդ ձևի պտուղ ոնց որ խաղաղությունը, բայց թույլ չեն տալի, որ այդ պտուղը իր գործը անի, իր ասենք այդ ազատագրությունը, բժշկությունը բերի այդ մարդի կյանքի ու սրտի մեջ, հասկանում եք։ Դրա համար ասենք խիստ կարևոր է, որ մենք հասկանանք այս խաղաղության պտուղի դերը, արժեքը մեր կյանքի մեջ, մեր մտքերը կազատագրվեն վախից, մեր մտքերը կազատագրվեն ամեն տեսակի հարձակումներից, երբ որ մենք թույլ տանք, որ Քրիստոսի, ասենք, հոգու պտուղը, խաղաղությունը ներս մտնի կամ ասենք ներս գա մեր սրտերի, մեր կյանքերի մեջ։ Խաղաղությունը ինչի համար է տրված, սատանային դիմագրավելու, նրան հակառակ կենալու համար է տրված։ Ես գիտեմ, որ ասենք դիվական շատ բաներ կա, օրինակ ես հիշում եմ, որ մի անգամ աղոթք էի անում, կուքներ եմ աղոթում էի, այն ժամանակ կոշիկ էի կարող, որտեղ Հայաստանում միակ գործը, որ մնացել էր կոշկակարությունը, սա Հայաստանը կոշկակար էր դառել, ովիչ մասնակի գործարանները փակվել էին, դպրոցները համարյա փակվել էին, սա կոշկակար էին դառել։ Այդ կոշիկներ կարում էին, մի քանի ամիս տանում էին, վերջում մի ոչ մի բան չէին բերում, սենց նպատակ կոշիկ էր կարում, տանում էին Ռուսաստան, մեկ էլ մի անգամ բերեցին 5-6 հատ ավտոյի մագնիտոֆոն բերեցին, ասում, բա ինչ անեմ, սաղ ավտոները ծախել են, ես ում վրա ծախեմ, ես ավտոյի մագնիտոֆոնը, ասում, աղբեր, բարտեր են կարել, մի հատ բանը, որ բերել են, կար համաձայնել են, որ մեր կոշիկները վեր ունեն ես մագնիտոֆոններն ան, մի
գրուզավիկ մագնիտոֆոն եմ բերել, այսքան երկու աշխատանքի դիմաց քեզ։ Այդպես դեռ տեսա ամեկի մի բան տվեցի, ով ավտո ուներ, բան ուներ, ասի, ում ով պիտի առնի, ում դառնա կտրել գա ավտոյի մագնիտոֆոն առնի, այդպես բանով առանց փողի ապրում էինք, հետաքրքիր օրեր էր, հետաքրքիր ժամանակ էր, աշխատանք չկար, փող չկար, բայց մենք սովից չէինք մեռնում, եւ սա ամենահրաշալի վկայությունն էր, որ մենք կարայինք տայինք, ոչ լույս կար, ոչ տոկ կար, ոչ գազ կար, ոչ բանը տակ ատապլենյա կար, ոչ մի բան չկար, բայց մենք ոչ հիվանդանում էինք, ոչ սովից մեռնում էինք, ոչ եսիմ, սա գերբնական հրաշք էր ու սա մասին ինչքան պատմես, այնքան կպատմվի, որովհետև հնարավոր բան չէր, որ դու այդ սով տեսել ենք, նեղվել ենք, բայց չենք մեռել սովից, սով տեսել ենք, նշում եմ, որ գիշերները մի ժամ լույս էին տալիս, կինս այդ մի ժամվա մեջ կիպիցինիկներ ուներ, սենց մեծ հազ գցում էր մեծ բաների մեր լույսը խաղարում էր, այնքան ուժեղ կիպիցինիկներ են, ջուրը տաքացնում էր, էփում էր, բաներ անում, որ մի ժամվա մեջ հասնի համ լված կանի, համ ես իմ ընդեղ ճաշ սարգի, համեն անի, ամեն երեխի ոտի տակի համար էլ մի բթուլկա բան լսնի, տակ ջուր լսնի, որ դրսում 10-20 աստիճան մառոզ էր, երեխեքի ոտի տակ մի բթուլկա ջուր էինք դնում, կողմ ոտերների տակ յովանը գտնեինք քաշում, ասում էինք վսյո կնենք, առավոտվակում արդեն փետացած վեր էինք կենում, բայց չէին հիվանդանում, մի որ հիշում ենք, որ չէինք հիվանդանում, դա զարմանալու բան էր, եւ սա, ասենք, տիրոջ ողորմությունն է, հետո գիտեք, ժամանակ այդ խաղաղությունը մեր մեջը կար, այն որ ասում է օրվա հոգսով ապրում էինք, այդ օրվա հոգսով ապրում էինք, մի մարդիկ ասենք կարող է մի քանի տարվա փող ունեն կուտակած, բանկերում, ես իմ քարտերի մեջ, բայց խաղաղություն չունեն, սենց դեռ մտածում են, վայ, բանը, ես կլի, են կլնի, բավոր սենց էլի, բավոր նենց էլի, սենց ու այդ փողի անհանգստությունը իրանց տանջում է, տառապում է, ենթակայացնում է տանջանքի ու տառապանքի, խաղաղություն չկա, չունեն խաղաղություն, բայց այն ժամանակ ոչ փող կար, ոչ աշխատանք կար, բայց խաղաղություն կար, այդ խաղաղությունը այնքան լավն էր, այնքան պրիատն էր այդ խաղաղությունը, գիտեի, որ այն Աստվածը, որ քեզ երեք պահել է, կերակրել է, այդ երեկվա Աստվածը այսօր էլ է նույնը, վաղն էլ է նույնը եղնելու, այդ Աստվածը չի փոխվել եւ նա երեք այսօր ու հավիտյան նույնն է, ամեն, դրա համար ասենք մեր մեջ այդ խաղաղությունը կար, այդ ուրախությունը կար, Սուրբ Հոգու այդ երջանկությունը կար, ես մի հատ էլ համար թերևս կարդեմ, Հակոբոս 3-րդ գլուխ, Հակոբոս 3-րդ գլուխ, 18-րդ խոսք, արդարության պտուղը խաղաղությամբ սերմանվում է նրանց համար, ովքեր խաղաղություն են անում, ուրեմն արդարության պտուղը խաղաղությամբ սերմանվում է նրանց համար, ովքեր խաղաղություն են անում, մի հարց է առաջ ծագում, մենք ուզում ենք արդարության պտուղ ունենանք, թե չենք ուզում ունենանք, եթե ուզում ենք, ուրեմն պետք է թույլ տանք, որ այդ խաղաղության սերմը սերմանվի մեր մեջ, որովհետև խաղաղության սերմից, որ խաղաղությունը գալիս է, ծնվում է արդարությունը, սրանք խիստ կապված բաներ են իրար հետ, եւ որ խաղաղությունը կա քո մեջ, քո գործերը միշտ արդար են, գիտեք որտեղ է եղնում, ասենք, խարդախությունը, խարդախությամբ զբաղվում են նրանք, ովքեր իրանց մեջ խաղաղություն չունեն, որովհետև իրանք, ասենք, սենց վստահություն չունեն, տիրոջ հետ ապավենություն չունեն, նրանք խարդախ ճանապարհների են անցնում, բայց երբ որ քո մեջ խաղաղությունը կա, խաղաղություն ունեցող մարդը սպանես էլ անարդար բան չի անում,
որովհետև խաղաղության մեջ գտնվողը զզվում է անարդարությունից, ատում է անարդարությունը եւ բոլորովին չի ցանկանում անարդարության հետևից գնալ։ Ամեն ուրեմն այս պտուղը, խաղաղության պտուղը կարելի է աճեցնել ամեն օր, թույլ տալ, որ նա մեծանա մեր կյանքի մեջ, որովհետև բաներ կա, որ մեզանից է կախված։ Մեզ թվում է, որ մենք անելիք չունենք, բայց սխալվում ենք, որովհետև մենք շատ անելիք ունենք։ Այս պտուղները կարան գործեն եւ դրսևորվեն միայն այն դեպքում եւ այն ժամանակ, եթե մենք թույլ ենք տալիս, որ նրանք գործեն եւ դրսևորվեն։ Եթե մենք թույլ չենք տալիս, որ նրանք գործեն ու դրսևորվեն, այսինքն եթե դու չես ուզում խաղաղություն եղնի քո մեջ, ո՞նց կարա եղնի այդ խաղաղությունը։ Բայց եթե դու հետամուտ ես ասում ես, Տեր, ես ուզում եմ Սուրբ Հոգու խաղաղությունը եղնի, ես քեզ եմ ապավինում, ես քեզ եմ վստահում, որովհետև ես հավատում եմ, որ Սուրբ Հոգու խաղաղությունը իմ մեջ է։ Չի կարա չդրսևորվի Սուրբ Հոգու խաղաղությունը։ Եվ դրան ներազդողը դու ինքդ ես, որ թույլ ես տալիս, կամ այդ պտուղը գործի, կամ այդ պտուղը չգործի։ Սա հասկանալի է, եւ այդ ձևով մենք ասենք կարող ենք օգնել այդ պտուղի դրսևորմանը, աճին եւ նրա բացահայտմանը մեր կյանքի մեջ։ Տերը օրհնի, թերևս այսքանը Սուրբ Հոգու պտուղների մասին ես թվում է ամենայն դեպս եթե 9 ասեի շատ երկար կտևեր եւ կարող է ացերուղը չկայացնել, կլանել այդ 9 պտուղների հայտնությունները, բայց այս երեքը բավարար է, գոնե այս երեքով յոլա գնանք մինչև մնացածը կգան մեր կյանքի մեջ, եթե ընդամենը այս երեքներ թույլ տան, պատկերացնում եք սերը ունենաս, խնդությունը ամեն օր ունենաս, ու խաղաղությունը ամեն օր ունենաս, դու աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինես։ Սիրո մեջ քայլում ես, քայլող սեր ես, այդ սաղորը սեր, քեզանից սիրոց հետո գալիս է կողքտով նստում ասում ախպեր դու ես ինչ դրական մարդ ես, ես ինչ դրական ես, դու քեզանից մենակ դրական էներգիա ասես գալիս է, ասես դրական պասիցի բաներ եք քեզանից, ու մեկ էլ այդքանի հետ քիչ չի, մեկ էլ այդ ամեն ինչի հետ խաղաղություն կա, ասենց ամեն ինչը, այնտեղ մեկը լեռվային է անգնում, ավտոյի ռուլին նստած են, մեկը եսի ինչ անում, խաղաղ, գումար, ասես նստած, ասես Տերը իմ հետ է, բանումը կարիք ինչ ունենամ։ Ապրեք ես պտուղների օրհնությամբ և երջանկությամբ և կտեսնեք նորանոր հրաշքներ և օրհնություններ ձեր կյանքի մեջ։ Բերեք աղոթենք և եթե հարցեր կլինեն, մի փոքր կընձեռնենք հարցերի ժամանակ։ Իմ Աստված իմ Տեր, իմ Թագավոր, որքան կարևոր է, որ երկնքի արքայության այս արժեքները գործեն ու դրսևորվեն այսօր մեր կյանքի մեջ։ Այն ինչ որ դու ուզում ես տեսնես քո այգում, քո եկեղեցում եւ քո տան մեջ, դա Սուրբ Հոգու պտուղներն են, Տեր, որովհետև Տեր, այդ պտուղներն են, որ բերում են քո անվանը փառք եւ քո անվանը պատիվ ունեցարակ։ Երբ որ քրիստոնյա է, բայց այս պտուղները չունի իր կյանքի մեջ, նա խայտառակում է քո անունը, նա հայհոյում է, հայհոյանք է բերում քո անվանը։ Աստված իմ, ես խնդրում եմ, որ քո տան մեջ ամեն մեկը ունենա Սուրբ Հոգու այս հիասքանչ պտուղները, որպեսզի նրանց կյանքի մեջ դրսևորվի Սուրբ Հոգու այդ արտացոլանքը, նրանք արտացոլեն երկնքի արքայության այդ գանձերը, այդ արժեքները, այդ հատկությունները, որ կա քո մեջ ով Հայր, այդ հատկությունները թող ոչ միայն երկնքի արքայության մեջ եղնի, այլ մեր մեջ եղնի, ամեն օր դրանք դրսևորվեն, ամեն օր դրանք երևան, գործեն եւ ամեն օր Տեր Քրիստոս քո անվան փառքը լցնեն այս աշխարհի մեջ։ Թող այս աշխարհը տեսնի, որ մենք քեզանից ենք ծնված, եւ այս աշխարհը տեսնի, որ մենք քո որդիներն ենք, որ մենք օտար չենք,
Եվ նրանք այդ միայն կարան տեսնեն Սուրբ Հոգու այս հիասքանչ պտուղների դրսևորման դեպքում եւ ժամանակ։ Օրհնի Տեր, որ քո տան մեջ այս պտուղների առատ դրսևորում եղնի եւ առատ Տեր Քրիստոս պատղատվություն երևա ամեն մեկի կյանքի մեջ, որպեսզի փառավորվի այս ամենի մեջ Սուրբ անունը Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն ու ամեն։ Տերը օգնի ձեզ։ Եթե հարցեր կան, տվեք, եթե չգնա